Արժե սկսել եմ փաստից, որ էմոցիոնալ ինտելեկտը ձեր գիտակցված զրույցն է ձեր մտքերի ու ձեր էմոցիաների միջև։ Խոսքը ոչ թե էմոցիաները ճնշելու, այլ դրանք որպես կարևոր ազդանշաններ ճանաչելու մասին է, դրանց առաջացման պատճառները հասկանալու ու դրանց ինտենսիվությունը կառավարելու մասին է, ճիշտ որոշումներ կայացնելու ու առողջ հարաբերություններ կառուցելու մասին է։ Օրը երկու անգամ, ասենք մի անգամ առավոտ, մի անգամ երեկո ձեր հեռախոսին հիշեցում դրեք ու ինքներդ ձեզ հարց տվեք, թե ինչ եմ զգում հենց հիմա։ Սենց դուք փորձում եք գտնել էմոցիայի անունը, ոչ թե ուղղակի ասեք լավ եմ կամ վատ եմ, այլ կոնկրետ ինչ եք զգում։ Կարող եք էմոցիաների աղյուսակ գտնեք ու դրան նայելով պատասխանեք այս հարցին, թե ինչ եմ զգում հենց հիմա։ Ընդհանուր առմամբ կարելի է մի փոքր շատ ուշադրություն դարձնել, թե ինչ է կատարվում ձեր ներսում։ Ինչ է այս երևույթը կոչվում ինտելեկտ ու ինչով է տարբերվում IQ-ից, բացի մարքեթինգային նպատակներից իհարկե։ Դուք սրան կարող անվանեք ոնց ուզում եք, կլինի դա կապվել ձեր զգացմունքների հետ, ավտոմատ ռեակցիաներից հեռանալ կամ գիտակցված որոշումներ կայացնել, բայց դե խոսքը նրա մասին է, որ էմոցիաները մարդու համար թշնամիներ չեն, դրանք մեր դաշնակիցներն են, ու դրանք ունեն ազդանշանային բնույթ։ Ու կարևոր տեղեկություններ են մեզ հաղորդում մեր մասին։ Ուրեմն ինչի է սա կոչվում ինտելեկտ։ Սրան կարելի է անվանել մտավոր գործընթաց, որովհետև մենակ զգացմունքները զգալով չի։ Սա այդ էմոցիաների տված ինֆորմացիան վերամշակելու կարողության մասին է։ Էմոցիալ ինտելեկտը չի աշխատում թվերով ու փաստերով, ոնց որ IQ-ն։ Սա աշխատում է իմաստներով ու վիճակներով։ Որովհետև նայեք, IQ-ն պատասխանատու է տրամաբանության, վերլուծության, անգիր սովորելու համար, այսինքն նրա համար, թե ինչ եմ մտածում։ Իսկ էմոցիոնալ ինտելեկտը պատասխանատու է էմոցիաների գիտակցման, դրանց հասկացման ու դրանց կառավարման մասին։ Էմոցիոնալ ինտելեկտը վերաբերվում է նրան, թե ոնց եմ ես զգում ու ոնց են իմ էմոցիաները ազդում իմ մտքերի վրա ու իմ գործողությունների վրա, հետևաբար ընդհանուր իմ կյանքի վրա։ Այս երկու ինտելեկտը իրար բացառող երևույթներ չեն։ Սրանք երկուսն էլ աշխատում են զուգահեռաբար, մեկը մեկին լրացնելով։ Օրինակ, բարձր IQ ունեցող, շատ լավ ծրագրավորող կարա մի հատ շատ լավ կոդ գրի, բայց ունենա ցածր էմոցիոնալ ինտելեկտ ու դրա պատճառով չդիմանա քննադատությանը, քննադատություն չկարենա ընդունի ու դրանից թիմային աշխատանքը տուժում, որովհետև շատ դժվար է նման մարդու հետ աշխատել, ում էմոցիոնալ ինտելեկտը ցածր է։ Փոխաբերական իմաստով IQ-ն կարելի է համեմատել մեքենայի շարժիչի հզորության հետ, սա որոշում է, թե ինչքան արագ կարաք վարեք ձեր մեքենան ուղիղ գծով, բայց հիշենք, որ կյանքը ուղիղ գիծ չի, իսկ էմոցիոնալ ինտելեկտը, եթե մեքենայի հետ համեմատում ենք էլի որպես փոխաբերություն, դա վարորդ ելնելու հմտությունն է։ Սա արագությունը ճիշտ ժամանակին փոխելու, ճանապարհը զգալու, արագ կողմնորոշվելու, վթարներից, ասենք, խուսափելու ունակություններն է։ Ու առանց վարորդական հմտությունների, ինչքան էլ ձեր մեքենան ուժեղ լինի, ուղղակի անիմաստ ու վտանգավոր բան է դառնում մեքենան։ Այստեղ կարաք հիշեք մի դեպք, երբ ձեր էմոցիաները ու ձեր տրամաբանությունը ձեզ տարբեր բաներ էին ասում, ու հիշեք, թե ում վստահեցիք այդ ժամանակ ու ինչ կատարվեց ձեր կյանքում։ Ձեր կյանքում որ որոշումներն է, որ մտածում եք, որ ավելի շատ թելադրվել է էմոցիաներով ու որը չոր հաշվարկներով։ Ու ինչ է նշանակում ձեզ համար այս երկուսի մեջ բալանս գտնելը։ Ուրեմն կրկնենք, ինչի են էմոցիոնալ ինտելեկտին անվանում ինտելեկտ, որովհետև դա ջանք է պահանջում մտավոր, մշակելու այն տեղեկությունը, որը իրենց հետ բերում են էմոցիաները։ Ինչով է տարբերվում էմոցիոնալ ինտելեկտը IQ-ից, IQ-ն որոշում է փաստերը մշակելու իմ կարողությունը, էմոցիոնալ ինտելեկտը այդ գիտելիքները կյանքում օգտագործելու, կառավարելու ու հարաբերություններ ստեղծելու համար։ Անցնենք առաջ, ուրեմն ինչից է կառուցված էմոցիոնալ ինտելեկտը կամ բաղկացած, ոնց հարմար է։
Ուրեմն էմոցիոնալ ինտելեկտը հիմնականում հենվում է 4 կետերի վրա։ Այդ 4 կետերը բաժանվում են երկու խմբերի, ներքին ու արտաքին։ Ներքին խումբը 2 հատ է, արտաքին խումբը 2 հատ է։ Ներքին խումբը ինքնակառավարումն է, արտաքին խումբը մարդկանց հետ փոխազդեցություն։ Ինչի է երկու խմբի բաժանվում, որովհետև մարդը միաժամանակ ապրում է երկու աշխարհներում՝ ներքին ու արտաքին։ Դրա համար ներքին-արտաքին երկու խումբ, ամեն մեկը երկու մասից բաղկացած։ Ուրեմն ներքին խմբի առաջին մասը ինքնաճանաչումն է։ Սա իմ կարողությունն է ճանաչել իմ էմոցիաները դրանց առաջացման պահին ու հասկանալ դրանց առաջացման պատճառները։ Ներքին խմբի երկրորդ կետը ինքնակարգավորումն է։ Դա իմ կարողությունն է կառավարել իմ էմոցիոնալ ռեակցիաները առանց դրանց ճնշելու, ընտրելով կառուցողական վարք։ Ինչ է կառուցողական վարքը, ընթացքում կհասկանաք։ Ստեղ մենք անպայման կունենանք գործնական կետեր։ Հիմա ուղղակի սենց համառոտ անցնենք տեսության վրով, իսկ հետո կասեմ, թե ինչ անել դրանց հետ։ Սա ներքին խումբն էր ինքնակառավարման մասին, ու որը ներառում էր երկու բաղկացուցիչ, երկու բաղադրիչ, երկու մաս՝ ինքնաճանաչում ու ինքնակարգավորում։ Ուրեմն արտաքին խումբ մարդկանց հետ փոխազդեցություն։ Դա էլ իր հերթին էլ երկու մաս, ու դրա առաջին մասը էմպաթիա։ Ուրեմն ինչ է էմպաթիան կամ սոցիալական զգայունությունը։ Դա իմ կարողությունն է զգալու ու հասկանալու մարդկանց էմոցիաները, եթե նույնիսկ դրանք բառերով ասված չեն, ու դրա հիման վրա նայել աշխարհին տվյալ մարդկանց տեսանկյունից։ Ամեն դեպքում հնարավոր է, որ աշխարհը մենակ իմ շուրջը չի պատրվում, չնայած որ հիմա նորաձև է այդպես մտածելը։ Ուրեմն արտաքին խմբի երկրորդ կետ հարաբերությունների կառավարում։ Հարաբերությունների կառավարումը դա իմ ու դիմացինիս էմոցիաների հասկանալն օգտագործելն է վստահելի, արդյունավետ ու ներդաշնակ հարաբերություններ կառուցելու համար, կամ դրանց հիման վրա գիտակցաբար խուսափել վնասող հարաբերություններից։ Օրինակ, ձեր ընկերոջ հետ վիճաբանության ժամանակ դուք հասկանում եք, որ ձեր ջղայնանալու պատճառը սխալ հասկացվելու վախն է։ Հենց ձեր ինքնագիտակցումն է օգնում դա հասկանալ։ Դուք որոշում չեք քաշում ու մեղադրելու փոխարեն ասում եք ձեր ընկերոջը, որ ես վախենում եմ, որ մենք իրար ճիշտ չենք հասկանում, սա էլ ձեր ինքնակարգավորումն է։ Ձեր ընկերը տեսնում է, որ դուք ինչ-որ չափով խոցելի եք ու բաց եք խոսում ձեր կարիքների, ձեր զգացմունքների մասին, ու ինքն էլ է մեղմանում, ու սա հնարավորություն է տալիս արդեն անցնել ավելի կառուցողական զրույցի, որպեսզի հարաբերությունները վերջնական չփչանան։ Ուրեմն, ինչ է ստացվում, էմոցիոնալ ինտելեկտի զարգացումը ձեր մեջ նման է տուն կառուցելուն, սա որպես փոխաբերություն էլի, ինքնաճանաչումն ու ինքնակարգավորումը տան հիմքերն են։ Սրանք այն կրող պատերն են, որոնց վրա ամուր կանգնում է տունը։ Էմպաթիան կամ սոցիալական զգայունությունը դա պատուհաններն են, որոնց միջոցով դուք ներսից նայում եք դեպի դուրս, այսինքն տան ներսից դեպի աշխարհ, էլի։ Իսկ հարաբերությունների կառավարումը այն դռներն ու սենյակներն են, որոնք տունը դարձնում են կենդանի ու հյուրընկալ։ Երկար եմ խոսելու, ջուրը կօգնի, որ դիմանամ դրան։ Ուրեմն թույլ տվեք հիմա կրկնեմ ինչ որ ասեցի նոր։ Ինքնաճանաչումը ձեր ունակությունն է ճանաչելու ձեր էմոցիաները առաջացման պահին ու հասկանալ դրանց առաջացման պատճառները։ Ինքնակարգավորումը ձեր ունակությունն է կառավարելու ձեր էմոցիոնալ ռեակցիաները առանց դրանք ճնշելու, բայց ընտրելով ամենակառուցողական վարքագիծը։ Հետո կհասկանաք, որ ոնց են էմոցիաները վարքագծի վրա ազդում։ Էմպաթիան ձեր ունակությունն է կարդալու ու հասկանալու ուրիշների էմոցիաները, նույնիսկ եթե դրանք բառերով արտահայտված չեն, ու առնվազն փորձել տեսնել այդ մարդկանց իրավիճակը իրանց իսկ աչքերով,
Ուրեմն հարաբերությունների կառավարումը ձեր ու ուրիշների էմոցիաների գիտակցումը օգտագործելու հմտությունն, այսինքն հենց գիտակցեցիք, թե դուք ինչի եք զգում, ինչ եք զգում, ու դիմացինը ինչ է զգում, ու ոնց է տեսնում, այդ գիտակցումը օգտագործել ավելի լավ հարաբերություններ կառուցելու համար։ Էս մի հատ կրկնեցինք, ամփոփեցինք։ Ուրեմն, մենք ստեղ իմացանք, որ էմոցիոնալ ինտելեկտը 4 սյուների վրա է հենվում, դուք ինքներդ ուսումնասիրեք դրանցից ամեն մեկը առանձին ու ընտրենք այն մեկը, որը ըստ ձեզ ձեր մոտ ամենաքիչն է զարգացած, ու փորձեք օրվա ընթացքում կենտրոնանալ մենակ դրա վրա։ Օրինակ, եթե դա էմպաթիան է, փորձեք հասկանալ, թե ինչ ազգում ձեր դիմացինը ձեր հետ զրույցի ժամանակ, նախքան ձեր տեսակետը հայտնելը։ Դուք դժվար թե կռահեք, թե ինչ են ազգում, բայց դրա վրա կենտրոնանալը թույլ է տալիս գոնե մի պահ չենթադրել, որ աշխարհը պտտվում է ձեր շուրջ։ Հետաքրքիր կլինի։ Ուրեմն անցնենք առաջ։ Ոնց են մեր մտքերն ու էմոցիաները ազդում իրար վրա, ու ոնց են մտքերն ու էմոցիաները իրար հետ կապված։ Դրանք մտքերն ու էմոցիաները կազմում են կյանքից հետադարձ կապի օղակ, այսինքն ինչ-որ մի իրադարձություն ինքն իրանով ուղղակի չեզոք է։ Հենց իմ մեկնաբանություններն է, իմ մտքերն է, որ իրադարձությանը տալիս է էմոցիոնալ երանգ։ Օրինակ, երբ ես հանդիպում եմ իրադարձությանը, ինչ-որ բան տեղի է ունենում, իմ մոտ առաջանում է ավտոմատ միտք։ Օրինակ, ստեղ կարա լինի, որ եթե նա չի պատասխանում հեռախոսին, ուրեմն անտեսում է ինձ։ Այս միտքը միանգամից առաջացնում է էմոցիաներ, դա կլինի ջղայնություն, վրդովմունք, անօգնականության զգացում կարա լինի, ու այս զգացմունքներն էլ ամրապնդում ու նեղացնում են իմ մտածողությունը ու ստիպում են, որ ես իմ գործողությունների միջոցով գտնեմ դրանց այդ մտքերին հաստատում։ Ոնց կլինի այդ հաստատումը, օրինակ, որ մարդ կարա մտածի, ես տենց էլ գիտեի, որ չի պատասխանելու, որովհետև նույն ձև էլ իմ նախորդ հարաբերությունների ժամանակ էր էդի հաստատումը։ Եթե ինչ-որ մեկն էլ իմ հետ շփվում է, երևի մենակ խղճից ելնելով։ Բայց դուք կարաք դուրս գաք այս շրջանից, երբ սկսեք կասկածի տակ դնել ձեր մոտ այդ առաջացած ամենաառաջի ավտոմատ միտքը։ Ու եթե իմ զանգին չեն պատասխանում 5 րոպեի ընթացքում, դա դեռ չի նշանակում, որ ես ինչ-որ անարժեք մարդ եմ, որ ոչ ոքի պետք չէ։ Մի ուրիշ օրինակ կարելի է բերել, օրինակ, տնօրենը կանչում աշխատողին իր մոտ ու կանչելու ձևը խոսքը շտապ արի մոտս։ Աշխատողի մոտ կարա սենց ավտոմատ միտք միանգամից առաջանա, որ հեսա գործից կհանեն։ Այս միտքը մարդու այդ աշխատողի մոտ կառաջացնի խուճապ, վախ, մարմնական տեսանկյունից ձեռքերի ու ոտքերի համապատասխան շարժումներ, լարվածություն։ Այստեղ ոնց կարելի է միտքը փոխել, որ առաջի այդ ավտոմատ միտքը կասկածի տակ դնել, կարելի է մտածել, որ հնարավոր է ինչ-որ նոր ծրագիր է առաջացել ու անհետաձգելի է այդ ծրագիրը ու դրա համար շտապ ինձ է կանչում։ Ստեղ այս միտքը ինչ զգացումներ կարա առաջացնի հետաքրքրություն, գործելու պատրաստակամություն, կրկռվածություն ինչ-որ միտեղ։ Տեսեք, ստեղ երկուսն էլ իրավիճակը նույնն է, բայց ներքին տրամադրվածությունը ուրիշ է, որտեղ մարդը հաճախ վիրավորվում է ոչ թե իրադարձությունից որպես կանոն, այլ դրա մասին իր մտքերից, նրանից, թե ոնց է ինքը իրեն մեկնաբանում այդ իրադարձությունը։ Այն վարժությունը, որի մասին ես հաճախ խոսալու եմ, ուժեղ ստիմուլ է մտքի զարգացման համար։ Երբ հասկանում եք, որ զգում եք շատ ուժեղ էմոցիա, գրեք այն միտքը, որը առաջանում է այդ պահին, առաջին ավտոմատ միտքը, ու հետո կասկածի տակ դրեք դրան։ Ինչ ապացույցներ կան, որ դա տենց է։ Ու հենց կասկածի տակ դնեք, շատ հաճախ կպարզեք, որ այդ միտքը հիմնված չի ոչ մի փաստի վրա ու ուղղակի դա ձեր ենթադրություններն են։ Ու եթե կարողանաք այդ միտքը փոխել մի ուրիշ ավելի օգտակար մտքով, որ միտքը կլինի դա։ Մենք ստեղ տեսանք, թե ոնց են մտքերն ու էմոցիաները ազդում մեկը մյուսի վրա, չնայած իմ մնացած
տեսանյութերում էլ հələ մենք շատ խորը ուսումնասիրենք էսի ու հասկացանք ոչ թե որ իրադարձություններն են առաջացնում զգացմունքներ, այլ դրա մասին մեր մտքերը, մեր մեկնաբանությունները։ Իհարկե, ես չեմ խոսում արտակարգ դեպքերի կամ ինչ-որ հանցագործությունների մասին։ Մենք խոսում ենք սովորական մարդկային օրվա մասին, երբ ասենք սովորական մարդու տրամադրությունը կարող փչանա, որովհետև առավոտյան իր սիրելի սուրճը տանը վերջացել էր։ Ուրեմն, ինչ է ստացվում, որ իրադարձությունների մեկնաբանությունները փոխելով, մեր մտքերը փոխելով, մենք փոխում ենք նաև մեր էմոցիոնալ արձագանքը։ Ու սա շատ կարևոր է հասկանալ, որ մարդը չի ապրում իրական աշխարհում, այլ ապրում է իր պատկերացումների աշխարհում, ու նա տառապում է ոչ թե իրադարձության պատճառով, այլ այն մտքերի, որով մեկնաբանվում է այդ իրադարձությունը, այսինքն որով ինքը իրեն պատմում է, ինքը իրեն բացատրում է այդ իրադարձությունը։ Հիմա խոսենք նրա մասին, թե ինչպիսին են էմոցիաները։ Լավ ու վատ էմոցիա գոյություն չունի, ոնց որ կարծիք կա, կան տհաճ ու հաճելի, հարմարավետ ու անհարմար։ Ցանկացած էմոցիա, ամենատհաճը դաժե ունի կարևոր գործառույթ ու կարևոր տեղեկություն։ Օրինակ, զայրույթը նշանակում է սահմանների խախտում, ու խնդիրն առաջանում են ոչ թե էմոցիաների, այլ դրանց ազդեցության տակ կատարած իմ քայլերի պատճառով, իմ վարքագծի պատճառով։ Էմոցիաները լավի ու վատի բաժանել նշանակում է, որ դուք ուղղակի անտեսում եք ձեր հոգեկանի կարևոր ազդանշանները։ Օրինակ, շատ տարածված նախանձը համարվում է վատ զգացմունք։ Նախանձը կարող վնասներ հասցնի ու կործանարար լինի, եթե նա իր հետ բերում է զայրույթ ու դիմացինին արժեզրկում, բայց կարող դառնա նաև ուժեղ մոտիվացիայի աղբյուր, եթե նրան նայենք որպես ազդանշան, նրան լավ ու վատի չբաժանենք։ Ինչն է ինձ համար կարևոր այս մարդու մեջ, որ ես նախանձում եմ։ Ոնց կարամ դրան հասնեմ իմ դիրքից ու իմ հնարավորություններով։ Քչերն են զայրույթը, ջղայնությունը ընկալում որպես հաճելի զգացմունք, բայց նա վատը կամ լավը չի, նա ունի ուղղակի կենսական նշանակություն։ Կարևորը որ դուք ձեզ չարգելեք զայրանալ։ Ես պիտի չզայրանամ կամ ասենք ամոթավախենալը։ Լավ կլինի նման մտքերը փոխեք հետաքրքրության կողմը այդ մտքերի ու նայեք դրանց հետազոտողի տեսանկյունից։ Օրինակ, հետաքրքիր է, ես հիմա ջղայնացած եմ, ինչ ազդանշան է ինձ տալիս, ում սահմաններն են խախտված, իմ թե դիմացինիս։ Կա արդյոք նենց էմոցիա, որ դուք ձեզ հաճախակի արգելում եք զգալ։ Ինչ վատ բան կլինի, եթե թույլ տաք ձեզ զգալ այդ էմոցիան։ Պետք չի դրանց ճնշել, պետք է զգալ ու այդ դեպքում ինչ տեղեկություն կարա տա այդ ճակերտնավոր ասած արգելված էմոցիան։ Մի քանի կետ արվելու, հիմա ուզում եմ հիշեմ հաջորդ կետը, թե չէ որ կետերով չդասավորեմ, ես կխառնվեմ շատ երկար ու շատ քաոսային տեսանյութ դուրս կգա, որոնք սովորեք ճանաչել ու հասկանալ ձեր էմոցիաները, էմոցիաների երանգները իրարից տարբերելու ձեր ունակությունը կարելի է զարգացնել ուշադրություն դարձնելով ձեր 3 մակարդակներում գտնվող ազդանշաններին, այսինքն էմոցիան 3 մակարդակի վրա ազդանշան է տալիս ձեզ միանգամից։ Առաջին մակարդակը մարմնական զգացողություն, մարմնի որ մասում է ապրում էմոցիան։ Մտավոր պատկերներ, ինչ եմ մտածում, երբ զգում եմ էմոցիան, ու ուշադրություն գործողություններին, ինչ եմ ուզում անեմ, երբ զգում եմ էմոցիան։ Մարդկային գիտակցությունը կարողությունը արձագանքել արտաքին աշխարհին։ Ես պիտի հետևեմ, թե ինչ եմ զգում, ինչ եմ մտածում ու ինչ եմ ուզում անեմ ի պատասխան արտաքին գրգռիչների, խթանիչների, ստիմուլների։ Սրա համար լավ կլինի, որ զարգացնեք ձեր էմոցիոնալ բառապաշարը, որովհետև մի բան ասել ես ինձ վատ եմ զգում, մի բան տարբերել, թե կոնկրետ ինչ եմ զգում՝ ներվայնություն, հիասթափություն, դատարկություն, ուրախություն, կարոտ, հետաքրքրություն, ինչքան կոնկրետ է հասկանալը, թե ինչ եք զգում, այնքան ավելի հեշտ է կառավարել դրանից հետո եկող քայլերը։ Օրինակ, կարող նենց լինի, որ մարդը գործից տուն գա ու իրան ահավոր հոգնած զգա, բայց էմոցիոնալ ինտելեկտի 4 սյուները հիշում եք, չէ՞, ամենաառաջինը դրա
ամենառաջինը իմ վրա սկսում է խորանալ ու հասկանում եմ, որ հոգնածության հետևում թաքնված է ուղղակի հիասթափություն դեպի անավարտ գործեր ու անհանգստություն վաղվա օրվա համար։ Բայց սա թույլ է տալիս այդ հասկանալը, որ ինքը չպարկի ուղղակի ֆիլմ նայի, այլ կոնկրետ քայլեր անի ու պլանավորի վաղվա օրը, ու այս գործընթացը ինքնին արդեն նվազեցնում է անհանգստությունն ու հոգնածությունը։ Նայեք, էմոցիաների ճանաչումը կարելի է համեմատել սոմելիեի աշխատանքին։ Սկսնակը կարա ուղղակի գինու մասին ասի, որ սա թթու է, սա քաղցր է, սա չոր է, իսկ ասենք արդեն մասնագետը տարբերում է ու կարող ասի, որ սա կաղնու կամ բալի նոտաներ ունի, սա սև պղպեղի համ ունի։ Նա սկսում է ավելի խորը տեսնել ու նույնիսկ կարող գուշակի, թե որ տարին է, որ տարածաշրջանի ու որ թվի բերք է։ Ու ինչքան շատ երանգներ կայնակ տեսնեք ձեր ներաշխարհում, այնքան ավելի շատ կարող կառավարեք, ավելի հմտորեն կարող կառավարեք ձեր կյանքը։ Հիմա մի փոքր ամփոփելով հետգանքավարժությանը ու անցնենք էլի առաջ։ Սկսեք վարել էմոցիաների օրագիր։ Ինչ է իրանից ենթադրում էմոցիաների օրագիրը։ Օրվա վերջում գրեք 2-ից 3 դեպք ու դրա հետ կապված ձեր ստացած էմոցիաները։ Կարաք օգտագործեք զգացմունքների անիվ կոչվածը, ինտերնետում շատ կա, կարաք քաշեք, որ կայնակ ավելի կոնկրետ անուն տակ ձեր զգացմունքին։ Հետևեք, թե ձեր մարմնի որ մասում է ամենաուժեղ արտահայտվում այդ զգացմունքը։ Հետևեք, թե ինչ մտքեր են եղել այդ ժամանակ ու ինչ եք ուզեցել անել այդ պահին։ Եթե դուք կարողանաք այդ զգացմունքը նկարագրեք ոչ թե բառով, այլ նախադասությամբ, ոնց կբացատրեիք։ Որտեղ եթե ինչ-որ մի բանի անուն եք տալիս, դա անորոշ վիճակից դուրս է գալիս ու իր ինտենսիվությունը նվազում է։ Ընդհանրապես միշտ տենց է, դա հիշեք։ Ուրեմն հիմա ինչ է էմոցիոնալ գրգռիչը ու ոնց կարաք գտնեք ձեր սեփական գրգռիչները։ Էմոցիոնալ գրգռիչ կամ ստիմուլ է համարվում ցանկացած արտաքին կամ ներքին իրադարձություն, ինչպիսիք են բառը, ինտոնացիան, իրավիճակը կամ հիշողությունը, որը առաջացնում է ավտոմատ, հաճախ անհամաչափ ուժեղ հուզական ռեակցիա։ Ստիմուլները, գրգռիչները կապված են մեր անցյալի փորձի, մեր խորը արմատացած համոզմունքների ու մեր չբավարարված կարիքների հետ։ Օրինակ, պատկերացրեք, որ աշխատանքի տեղը ինչ-որ մեկին իր գործընկերը դիտողություն է անում, ասում է մի քիչ արագացրա ու դրանից անհատը զայրանում է, ջղայնանում է, սկսում է իրան ուտելը։ Ու էլի ըստ առաջի կետի էմոցիոնալ ինտելեկտը որ կազմված է, վերլուծելով իրավիճակը, հասկանում է, որ պատճառը ոչ թե դիտողությունն է, այլ հենց արագացրու բառը։ Այդ արագացրու բառը նրա հայրը իրան փոքր ժամանակ շատ էր կրկնել ու ստեղծվում է այն հին զգացմունքը, երբ հայրը իրան ասում էր, որ ինքը երբեք լավը չի լինելու ու ոչ մի բանի չի հասնելու։ Մտածեք, թե ինչ գրգռիչներ են ազդում ձեզ վրա։ Փորձեք գտնել դրանք, անվանեք դրանք, հաշվի առեք դրանք ձեր կյանքում։ Օրինակ կարող ստեղծել գրգռիչների առանձին մատյան, որտեղ էջը կարող բաժանեք 3 սյունյակների, նկատեք, թե մենք ինչքան առաջ գնանք, այնքան վարժությունները շատանալու, բարդանալու է, որոնց մասին ես դեռ խոսալու եմ։ Դուք կարող այդ վարժությունները անեք աստիճանաբար, մի շաբաթ մեկին նվիրելով, մի շաբաթ մյուսին, կարող ընդհանրապես չանեք, բայց հիշեք, որ դուք վարժությունը արած ու դուք վարժությունը չարած տարբեր մարդիկ եք, որ մտնելու եք տարբեր վաղվա օր։ Հետաքրքիր միտք էր, չէ՞։ Ուրեմն առաջին սյունյակում կարող գրեք իրավիճակը, թե ինչ է պատահել։ Հաջորդ սյունյակում էմոցիոնալ ռեակցիան, թե ինչ եք զգացել այդ իրավիճակում ու դա կարելի է գնահատել 1-ից մինչև 10 սանդղակով։ Երրորդ սյունյակում գրեք այն միտքը ու այն մեկնաբանությունը, այն պարզաբանումները ինքներդ ձեզ, որ մտածել եք այդ բանին։ Ու ինչ որ մի ժամանակ, որ տենց գրեք ու ժամանակ անցնի, դուք սկսեք տեսնել, որ ինչ որ օրինաչափություններ կան, որ կրկնվում են, կան կայուն կապեր։ Դուք կսկսեք տեսնել, որ կան որոշակի իրավիճակներ կամ օրինակ որոշակի մարդիկ, որոնք անդադ ձեզ հանում են հավասարակշռությունից։ Դուք կսկսեք տեսնել, թե ինչ ընդհանրություններ ունեն բոլոր այդ իրավիճակները։ Կսկսեք նկատել, թե ձեր անցյալի որ իրադարձությունն է նման ներկա իրավիճակում ձեր զգացմունքներին ու ձեր արձագանքին։ Հետաքրքիր վարժություն է, իրոք խորհուրդ եմ տալիս։ Ուրեմն անցնենք առաջ։ Ինչ է նշանակում ընդունել էմոցիան, ոչ թե պայքարել դրա դեմ։
Տեսեք, էմոցիան ընդունել նշանակում է թույլ տալ, որ նա լինի, առանց ինքներդ ձեզ դատելու, այդ էմոցիան զգալու համար կամ ունենալու համար կամ ասենք առանց փորձելու միանգամից դրանից ազատվել։ Բայց հիշեք, սա չի նշանակում հավանություն տալ այն վարքագծին, որը կարող է առաջացնի էմոցիան։ Հա, ես հիմա շատ ջղայնացած եմ, դա նորմալ է, հասկացաք չէ՞ ոնց։ Ուրեմն զգացմունքների դեմ պայքարը նման է ստե փոխաբերական իմաստով էլի, գնդակը ջրի տակ պահելու փորձերին ու այդ գնդակը ջրի տակ պահելը պահանջում է շատ մեծ ջանք, շատ մեծ էներգիա, բայց Արքիմեդի օրենքը ոչ մեկ չեղյալ չի հայտարարել, ու վաղ թե ուշ գնդակը ջրի տակից դուրս է պրծնելու ու դաժե ավելի մեծ ուժով։ Էմոցիաները կարելի է նմանացնել եղանակին։ Դուք չեք կարող, ասենք, դադարեցնեք անձրևը ստե փոխաբերական իմաստով համեմատենք տխրության հետ։ Դուք ինչքան ուզում եք պայքարեք անձրևի դեմ, ինչ ուզում եք կարեք, մեկը չի դադարելու։ Իսկ էմոցիաների ընդունումը նշանակում է վերցնել անձրևանոցը, հագնել համապատասխան եղանակին հագուստ ու իմանալ, որ ինչ էլ լինի, վաղ թե ուշ եղանակը փոխվելու է։ Հենց որ դուք զգում եք ուժեղ էմոցիա, պատկերացրեք, որ դուք ձեր ներսում դրա համար ստեղծում եք անվտանգ տարածք։ Դուք դրան ասում եք. ես տեսնում եմ քեզ, դու կարող ես ստեղ լինես, դու ինձ համար վտանգավոր չես։ Սա թույլ է տալիս ձեզ ուղղակի նվազեցնել ձեր ներքին դալվածությունն ու խուճապը։ Ես տեսնում եմ քեզ, ես լսում եմ քեզ, ես զգում եմ քեզ, դու կարող ես ստեղ լինես, ամեն ինչ նորմալ է։ Ես քեզ ուժի զոռով դուրս չեմ հանում։ Երբ ձեզ դուր չի գալիս ինչ-որ էմոցիա զգալը, ինչ եք անում սովորաբար ի պատասխան դրան։ Ինչ կփոխվի, եթե թույլ տաք ուղղակի 5 րոպե այդ զգացողությունը մնա ձեր մեջ, առանց փորձելու փոխել նրան։ Ինչ եք մտածում, ոնց կարող այդ էմոցիայի ընդունումը օգնի ձեզ ու ոչ թե վնաս տա։ Հիմա զգացմունքների մեծամասնությունը իրանց հետ սթրես են բերում ու հիմնականում ստե ուզում եմ քննարկենք, թե որը կլինի սթրեսի պահին հանգստանալու ամենալավ ձևը։ Ես ասացի, որ պետք չի ուժով փորձել ձեր մտքերը փոխեք, ավելի լավ կլինի ազդել ֆիզիոլոգիայի վրա, բայց մինչև նրա մասին խոսալը թեմային մի տարօրինակ մի օրինակ թեմայի վերաբերյալ։ Մարդը գլխով է անում ոչ թե որ համաձայնա, այլ համաձայնա, որտեղ գլխով է անում։ Այսինքն մարդը իր արածի հետևանքն է։ Իմ գործողությունների միջոցով ձևավորում եմ իմ ինքնությունը։ Այն ինչ ես անում եմ, պատճառն է, այն թե ով եմ ես, հետևանքն է նրա թե ինչ եմ անում։ Սթրեսի պահին ուղղակի մեր մոտ հին էվոլյուցիայից եկած պահ է, որ ուղեղի մի հատված ուղղակի ակտիվանում է ու որը պատասխանատու է խփիր, փախիր կամ սառիր արձագանքի համար։ Այստեղ լոգիկան ամբողջությամբ անջատվում է։ Վերահսկողությունը ստե վերականգնելու համար կարևոր է շատ ազդանշան տալ մարմնին, որ վտանգն անցել է սթրեսի ժամանակ։ Դա անելու ամենաարագ ճանապարհը շնչառությունն է, ուղղակի դանդաղ համընդհանուր շնչառություն։ Ցանկացած գործողություն, որը ուշադրությունը նորից մարմնի վրա է բերում, խզում է խուճապային մտքերի օղակը, այսինքն կարող է լինի ինչ եմ տեսնում, ինչ եմ լսում, ինչ եմ զգում, ինչ համու հոտ եմ առնում։ Ըստ ումա բոլորդ էլ այդ կետերի մասին գիտեք։ Օրինակ, ես ելույթից առաջ կամ նկարահանումներից առաջ չեմ ասի, որ չեմ անհանգստանում կամ որ ոչինչ չեմ զգում, բայց շնչառությանս ուշադրություն դարձնելը մարմնիս ազդանշան է տալիս, որ անհանգստանալու բան չկա։ Ես ուղղակի հետևում եմ շնչառությանս ու սկսում եմ թուլանալ։ Սա ֆիզիկապես դանդաղեցնում է սրտի զարկերը ու թույլ է տալիս, որ վերականգնեմ մտքիս պարզությունը։ Սթրեսի պահին ձեր նյարդային համակարգը կարելի է նմանեցնել թռչունների երամին, ու դուք ինչքան ուզում այդ երամի վրա գոռաք, ասեք եկեք նստեք, ձեզ հաց եմ տալու, մեկը ոչ մեկ չի գալու անօգուտ է լինելու, բայց եթե սկսեք դանդաղ ու հանգիստ այդ հացի փշրանքները լսնեք գետնին, հացի փշրանքները որպես խորը շնչառություն ստեղ, թռչունները իրանք կամաց մոտիկ կգան։ Ուրեմն շնչառության վարժությունը որը կարող լինի սենց կոչված քառակուսի շնչառության տեխնիկան, նշնչեք 4 հաշվով,
պահեք շունչը 4 հաշվով, արտաշնչեք 4 հաշվով ու պահեք շունչը 4 հաշվով, ու տենց կրկնեք 5 անգամ։ Սա կարող օգտագործեք ամեն սթրեսային իրավիճակում, կապ չունի ինչի համար է սթրեսը։ Ես նկատի ունեմ, որ ձեր մարմնին ուշադրություն դարձնելը կարևոր է ու չպետք է անտեսվի։ Ինչ է կատարվում ձեր մարմնում, հենց սկսում եք ներվայնանալ։ Ուշադրություն դարձրեք, կա որևէ ֆիզիկական պարզ գործողություն, որը կարող օգնի ձեզ վերադառնալ այստեղ եւ հիմա։ Ինչ կարող անեք ձեր մարմնին հաղորդելու համար, որ վտանգ գոյություն չունի։ Ոչ թե մտքերով, մտքերը այս դեպքում չեն օգնի, այլ գործողություններով։ Ու ես արդեն նշեցի, որ դա ինձ համար համընդհանուր շնչառությունն է։ Ես չեմ ասում, որ իմ ներքին վիճակը պատճառն է, իսկ արտաքին վարքային դրսևորումներս հետևանքը։ Հաճախ հակառակն է լինում։ Վարքային դրսևորումներն են պատճառը, իսկ ներքին վիճակը հետևանքը։ Սրանք փոխադարձաբար մեկը մյուսի վրա ազդում են։ Քննարկեցինք ստրեսը, հիմա եթե այդ ստրեսը հաճախակի է կրկնվում, դա վերածվում է քրոնիկ բացական էմոցիաների։ Ուրեմն ինչպես կառավարենք քրոնիկ բացական էմոցիաները, ինչպիսիք են, ասենք, անհանգստությունը կամ տխրությունը։ Քրոնիկ էմոցիաների կառավարումը պահանջում է համակարգային մոտեցում, դա ոչ թե միանավակ գործողություններ, միանգամով չի լինի։ Նախ անհրաժեշտ է դադարեցնել նրանց որպես թշնամիներ, ոնց որ արդեն ասեցի, տեսնելը ու ուսումնասիրել նրանց ուղարկած ազդանշանները։ Օրինակ քրոնիկ անհանգստությունը կարող է վկայի վերահսկողության կորստի կամ ձեր արժեքների ու ձեր կյանքի միջև անհամապատասխանության մասին։ Երկրորդը կարևոր է ուշադրությունը էմոցիայի դեմ պայքարից տեղափոխել նրան թուլացնող պայմանների ստեղծման համար։ Սկսեք քնից, կարող սահմանեք քնի գրաֆիկ, ավելացրեք ֆիզիկական ակտիվություն, նույնիսկ կարելի է փոխել ձեր սովորական երգացանկը, որովհետև ստեղ ուշադիր, մարդը պայմանավորված ռեֆլեքսների հավաքածու է։ Իսկ երաժշտությունը ոնց որ ժամանակի մեքենա, ամեն անգամ երբ դուք միացնում եք, առաջացնում է այն նույն էմոցիաները, որոնք եղել են առաջին անգամ լսելուց։ Ձեզ հետ է գցում, էլի ինձ է։ Ուշադրություն դարձրեք ձեր սեփական սննդակարգին ու գտեք ձեզ ավելի հաճելի գործողություններ։ Սա այս ամեն ինչը անմիջականորեն ազդում է ուղեղի քիմիայի վրա։ Օրինակ պատկերացրեք մի կին, որը ունի քրոնիկ անտարբերություն ամեն ինչի նկատմամբ։ Իրեն երջանիկ զգալու համար ինքը ուղղակի իրան չի ստիպում, всё, ես վաղվանից պիտի երջանիկ լինեմ ու ուրիշ ձև չկա։ Նա սկսում է փոքրից իր կյանքում ամեն առավոտ ավելացնում է 15 րոպեանոց զբոսանք։ Ու այս պարզ գործողությունը շղթայական ռեակցիա է սկսում այդ կնոջ կյանքում, սա ազդում է քնի վրա, սննդակարգի վրա, կինը էներգիայի մեծ պաշար է ստանում ու գործողություններ են հենց է դասավորում, որ իր տրամադրությունը կամաց-կամաց լավանում է։ Ուրեմն, առաջինը դադարեցրեք էմոցիաները որպես թշնամիներ ընկալելուց, նրանց ընկալեք որպես դաշնակիցներ, որոնք ձեզ ինչ-որ ասելիք ունեն։ Ու մի պայքարեք նրանց դեմ, այլ փոխեք ձեր ուշադրության կենտրոնը էմոցիաների դեմ պայքարից մինչև թուլացնող պայմանների ստեղծում։ Ուրեմն ինչ կարող անեք, փորձեք ձեր կյանքում ներառել փոքր ուրախությունների սկզբունքը։ Օրինակ կարող 10-15 պարզ գործողությունների ցանկ գրել ձեզ համար, որոնք ձեզ հաճույք են պատճառում։ Կլինի էդի մի բաժակ թեյ խմելը կամ ձեր սիրած երգը լսելը կամ զանգ ընկերոջը։ Ինձ համար դա այս դասերի ձայնագրությունն է, ստեղծագործելը, թե նկարելու, թե նվագելու տեսանկյունից։ Այդ 10-15 գործողությունները այն գործողություններն են լինելու, որոնք դուք ձեռնարկելու եք ձեր կյանքում դրական փոփոխություններ ստեղծելու համար։ Այն փոքր ուրախությունները, որոնց կարող ձեր կյանք բերեք։ 10-15 հատ շատ պետք չի։ Նայեք, օրինակ, եթե քո անհանգստությունը կամ տխրությունը կարողանային խոսալ, ինչ կասեին դրանք քեզ, քո որ չբավարարված կարիքի մասին կխոսեին։ Կա արդյոք քո կյանքում ինչ-որ բան, որը սնուցում է այդ վիճակը։ Այսինքն, օրինակ, եթե դուք շփվում եք մարդկանց հետ, ովքեր հաճախակի են մատնանշում ձեր թերությունները, նշնչում են ձեզ, որ ձեր մոտ ոչ մի բան չի ստացվի, կարող է հենց այս վիճակն է, որ սրում է ձեր դեպրեսիվ վիճակը։ Հաջորդ կետը ոնց վերլուծել կործանարար էմոցիաները
դրական էներգիայի, ոնց վերածել կործանարար էմոցիաները դրական էներգիայի։ Յուրաքանչյուր զգացմունք, էմոցիա պարունակում է հսկայական էներգիայի լիցք։ Սա ճիշտ է թե չէ, հարցի երկրորդ կողմն է, առաջնայինն է, թե դուք ոնց եք ընտրում սրան հավատալ։ Այդ էներգիան դառնա կործանարար, եթե նա ուղղված է դեպի ներս։ Օրինակ, ներս ուղղված էներգիան կարող է լինի ինքնաքննադատությունը, կամ դա անվերահսկելիորեն դուրս է թափվում, ասենք ագրեսիայի տեսքով։ Զայրույթի էներգիան կարող է փոխվի սեփական սահմանները պաշտպանելու կամ ինչ-որ անարդարության դեմ պայքարելու։ Վախի էներգիան սկզբնական նախապատրաստման, պլանավորման, հիասթափության էներգիան կարող է նպատակները վերագնահատելու ու նոր ճամփաներ, նոր ուղիներ գտնելու համար։ Նույն ծրագրավորողը կարող է զայրացած լինի, որ իր նախագիծը չեղարկվել է, ու նա կարող է այդ ջղայնությունը ուղիղ ղեկավարության հետ ինչ-որ վեճերի կամ սկանդալների, կամ կարող է դա վերածի վճռականության ու իր օրվա ընթացքում մի հատ նոր ուրիշ լրիվ ծրագիր ստեղծի, որը իր գործը կապացուցի ու ինքը իր էներգիան ավելի լավ կողմի վրա այս պահին, ասենք, օգտագործեց, ու սա կլինի կառուցողական։ Այսինքն, երբ զգում եք ուժեղ, տհաճ էմոցիա, ինքներդ ձեզ մի հատ հարց տվեք, ու պատասխանը պիտի լինի ձեր վերահսկողության տակ գտնվող գործողություն։ Օրինակ, եթե ես անհանգստանում եմ, ասենք, լուրերի պատճառով, ինչ կարող եմ անեմ սրա հետ կապված, եթե ես պարզ է չեմ կարող փոխեմ լուրերը, բայց կարող եմ սահմանափակեմ լուրերը իմ նայելու տևողությունը, օրական, ասենք, մի 10 րոպեով։ Ուսումնասիրեք, թե ինչ են սկսում ասել, երբ զգում եք ինչ-որ էմոցիա ամբողջ ուժով։ Ոնց կարելի է այս էներգիան, ասենք, արտահայտել նենց, որ օգուտ բերի ու ոչ թե ձեզ վնաս տա։ Ու ուսումնասիրեք, թե ձեր որ կարևոր կարիքն են սրանք բավարարում։ Հիմա ո՞րն է էմպաթիայի ու համակրանքի միջև հիմնական տարբերությունը։ Համակրանքը մարդուն նայելն է քո սեփական տեսանկյունից։ Ես նայում եմ քո խնդրին իմ ապրած փորձով։ Ես սկսում եմ խորհուրդներ տալ, հիմնվելով իմ սեփական փորձի վրա, այսինքն սա ես քեզ համար եմ դիրքորոշումն է։ Իսկ էմպաթիան փորձ է, որ երբ քեզ դնում ես մեկ այլ մարդու տեղը ու փորձում ես աշխարհը տեսնել նրա աչքերով, զգաս նրա զգացմունքների արձագանքը, առանց նրանց հետ միաձուլվելու։ Այս էմպաթիայի դիրքորոշումն կլինի ես քեզ հետ եմ քո աշխարհում։ Էմպաթիան չի պահանջում համաձայնություն կամ հավանություն, այսինքն մարդու գործունեության հետ կարող համաձայն չլինեք, բայց պահանջում է հասկացողություն ու ստեղծում է խորը կապ, մինչդեռ այդ համակրանքը կարող է հեռավորություն ստեղծի։ Համակրանքը նշանակում է վերևից նայել փոսի մեջ նստած ընկերոջը ու վերևից գոռալ. «Հեն լավ ես, փորձի ցատկես, կարող է դուրս գաս»։ Իսկ էմպաթիան նշանակում է աստիճաններով իջնել նույն այդ փոսը, ընկերոջ կողքը նստել ու ասել ես ստեղ եմ, տեսնում եմ, թե ինչ մութաստ է, ոնց ես, լավ ես։ Ինչ տարօրինակ է, բայց ավելի աշխատող տարբերակ է։ Ուրեմն ձեր հաջորդ զրույցների ժամանակ, երբ քո զրուցակիցը կկիսվի իր խնդրով, փորձի հեռու մնաս խորհուրդներ ու դատողություններ անելուց, դա հեշտ չի, դա դժվար է, խորհուրդներ չտալը շատ դժվար է։ Բայց քո խնդիրն է ուղղակի արտացոլես նրա զգացմունքները։ Զգացմունքներն արտահայտելու հատուկ ձև կա, դա բանաձևեր են։ Հիմա ես դրանք կասեմ։ Ուրեմն, կարծես թե դու զգում ես X։ Ես շատ եմ լսում X-ը քո ձայնում։ X-ը պարզա փոխարինում ենք էմոցիայով։ Արդյոք ճիշտ եմ հասկանում, որ այս իրավիճակը քեզ մոտ X զգացողություն է առաջացնում։ Կարաք ինքներդ հիշեք, թե երբ եք զգացել, որ ձեզ իսկապես հասկացել են, ու փորձեք հիշել, թե ինչ արել այդ մարդը այդ ժամանակ, որ դուք ձեզ այդպես եք զգացել։ Երբ դուք փորձում եք աջակցել մեկ ուրիշի, ինչ եք անում։ Շփվում եք համակրանքով, թե էմպաթիայով, այսինքն խորհուրդ եք տալիս, թե լսում եք։ Ձեր կարծիքով ի՞նչն է ձեզ խանգարում
զգալ մեկ այլ մարդու զգացմունքները առանց դրանք շտկելու փորձի։ Ոնց կարամ մարդկանց նկատմամբ էմպաթիա զարգացնեմ, ու արդյոք պետքա դա զարգացնել նույնիսկ նրանց հետ, ում ես տհաճ եմ համարում կամ ում հետ համաձայն չեմ։ Ուրեմն բոլորս գիտենք, որ կան դժվար մարդիկ, ու դժվար մարդկանց նկատմամբ էմպաթիան էմոցիոնալ ինտելեկտի գագաթնակետն է, բայց էմպաթիան պարտադիր չի բոլորի համար։ Նախ շատ կարևոր է հաշվի առնել ու գիտակցել, որ էմպաթիան նույնը չի, ինչ հավանությունը, դուք կարող համաձայն չլինեք մարդու գործողությունների հետ, բայց մեկը պիտի ձգտեք հասկանաք, թե ինչ ներքին վախ, ինչ համոզմունք, ինչ իրավիճակ է նրան մղում հենց նույն ձև վարվել, ոնց որ ինքն է վարվել։ Այստեղ գլխավորը գործողության վրայից ուշադրությունը դրա հետևում թաքնված կարիքի վրա տեղափոխելն է։ Նույնիսկ ամենաավերիչ վարքագիծը գրեթե միշտ թաքցնում է մարդկային որևէ հիմնական կարիք բավարարելու փորձ։ Անվտանգություն, ճանաչում, սեր, վերահսկողություն, բայց նկատի ունեցեք, որ մենք չենք ուսումնասիրում ծանր պաթոլոգիաները ու չենք ուսումնասիրում քրեական դեպքերը։ Ստե կարա ինչ-որ մեկի մոտ միտք առաջանա, որ դուք ասում եք, որ ես պետքա իմ կյանքում թուլամորթ լինեմ, բայց մենք ստե դրա մասին չենք խոսում, խոսքը վերաբերվում է ոչ թե վրդովմունքից, այլ հանգիստ, ավելի վստահ դիրքից արձագանքելուն։ Ձեր արձագանքը որ լինի ավելի վստահ դիրքից, ոչ թե ջղայնությունից կամ վրդովմունքից։ Մեկ այլ մարդուն հասկանալը կարելի է նմանեցնել անծանոթ լեզվից գիրք թարգմանելու։ Դուք կարող ձեր առաջ կանգնած մարդու վարքագիծը տեսնեք տարօրինակ, տհաճ, անհասկանալի խորհրդանիշներով մի ամբողջություն, բայց եթե վերցնեք բառարանը, մի քիչ հետաքրքրասիրություն ցուցաբերեք նրա ներաշխարհի նկատմամբ ու սկսեք թարգմանել, դուք կհայտնաբերեք, որ այդ խորհրդանիշների հետևում թաքնված է համընդհանուր մարդկային պատմություն, վախեր, ցանկություններ, կարիքներ, ու որոնք մեծ մասամբ ծանոթ են մեզ։ Համընդհանուր ասելով ես նկատի ունեմ, որ սա սովորական մարդկային փորձառություն է, որի միջոցով մենք բոլորս էլ ամեն օր անցնում ենք։ Պատկերացրեք, թե ոնց են նրանք տեսնում այս աշխարհը, ինչից են վախենում, ինչի վրա են հույս դնում, հարցրեք ինքներդ ձեզ, ինչ ձև պիտի լինի իմ աշխարհը ու իմ անցյալի փորձը, որ ես նույն կերպ վարվեմ։ Սա վերաբերում է ճանաչողական ճկունության զարգացմանը, ոչ թե ձեր նկատմամբ որևէ ապակառուցողական վարքագծի թույլատրելուն կամ արդարացնելուն։ Միշտ հիշեք, դատելը հեշտ է։ Էմպաթիան զարգացնելու հարցեր։ Ինչը կարող օգնի ձեզ տեսնել մյուս մարդու մեջ ոչ թե որպես չարագործի, այլ որպես խնդիր ունեցող անձի։ Ոնց կարա փոխվի ձեր վրդովմունքը նրանց նկատմամբ, եթե հասկանաք նրանց վարքագծի պատճառները։ Բայց առանց արդարացումներ գտնելու հիշեք, որ խոսքը խաղալու մասին չի։ Ոնց լսել, որ մյուս մարդը իսկապես զգա, որ լսված է։ Մարդկանց մեծ մասը լսում է ավելի շատ արձագանքելու, ոչ թե հասկանալու համար, նրանք լսում են ու չեն կարող սպասել, թե իրենց խոսալու հերթը եղա գալու։ Ուրեմն լսողությունը լինում է ակտիվ կամ կարեկցող, ու դա կենտրոնանում է նրա վրա, թե ինչ է ասում զրուցակիցը նրա աշխարհի, իր եւ ուրիշների ու ընկալման վրա։ Այսինքն մենք ընկալում ենք աշխարհը, թե ով եմ ես, ով է դիմացինս ու ինչպեսի տեղ է աշխարհը ընդհանուր, ու երբ որ դու հասկանում ես դիմացինիդ նման ընկալումները, թե ոնց է ընկալում ինքը իրան, իր դիմացինին ու աշխարհը ընդհանուր, ու ակտիվ լսելը այդ 3 կետերը հասկանալու համար իր մեջ ներառում է նորից 3 կետ՝ բանավոր ուշադրություն, աչքերի շփում ու բաց կեցվածք։ Ու ակտիվ լսողության դեպքում էլ ձեր միտքը արտահայտելու համար էլի ձևակերպում ու կամ բանաձև գոյություն ունի։ Օրինակ, այսինքն այլ կերպ ասած, դու ուզում ես ասել, որ X կամ ես ճիշտ հասկացա, թե որն է Y-ի հիմնական պատճառը։ Ակտիվ լսողությունը ենթադրում է
նաև զգացմունքների արտացոլում, այսինքն ինձ զգում եք էդի արտացոլում եք։ Օրինակ թվում է թե X-ը իրոք վշտացնում է քեզ։ Ու այս նման հարցերը, որոնք ես վերևը օրինակներ որպես բերեցի, ստեղծում են անվտանգ տարածք մարդու համար, որտեղ ինքը կարա բացի ու հաճախ, շատ հաճախ ինքնուրույն գտնի իր խնդիրների պատճառները։ Ուրեմն, բանավոր ուշադրություն, աչքերի շփում ու բաց կեցվածք, բանավոր արտացոլումը դիմացինի խոսքի վերաձևակերպման տեսքով։ Օրինակ, այլ կերպ ասած, դու ուզում ես ասել A, կամ ամփոփելով, որքան ես հասկանում եմ, դու մտածում ես B, կամ զգացմունքների արտացոլումով, թվում է թե դա քեզ վշտացնում է կամ լավացնում է կամ ուրախացնում է։ Ու օգտագործելով այս բաղադրիչները ստեղծում եք մարդու համար անվտանգ տարածք, որը կարա բավարար լինի նրա համար, որ իր մեջ ռեսուրսներ ու ուժ գտնի, որ հաղթահարի այն իրավիճակը, որում ինքը հայտնվել է։ Օրինակ պատկերացրեք մի պատանի, որը իր ծնողին ասում է, ես արդեն զզվել եմ այս դպրոցից, ու իր ծնողի կողմից շատ հաճախ նման պատասխան է ալնում, բայց դա շատ վատ պատասխան է, էլի սկսեցիր տղա ջան։ Իսկ վերը նշված այդ քննարկած ակտիվ լսողության պատասխանը կլինի սենց. ինձ թվում է դու ուղղակի հուսահատված ես, ասա տեսնեմ ինչ ա եղել այսօր։ Ու այդ ակտիվ լսելը կամ էմպաթիկ լսելը նշանակում է լինել մեկ մարդու համար հայելի, ու ձեր խնդիրն այստեղ մյուս մարդուն ձեր սեփական պատկերը ցույց տալը չի, այլ ձգտել արտացոլել նրա սեփական պատկերը, նրա մտքերն ու զգացմունքները, հնարավորինս մաքուր, ինչքան հնարավոր է առանց աղավաղման։ Ու նայելով տենց պարզ հայելու մեջ, մարդը կարա իրոք առաջին անգամ իր կյանքում ինքն իրան հասկանա։ Որպես վարժություն փորձեք հաջորդ անգամ զրույցի ժամանակ ինքներդ ձեզ համար նպատակ դնել ու ձեր կարծիքը չարտահայտել, մինչև 3 անգամ չարտացոլեք մյուս մարդու մտքերն ու էմոցիաները։ Հաջորդ կետը կարա լինի ոնց է էմոցիոնալ ինտելեկտը օգնում առողջ սահմաններ գծելուն։ Առողջ սահմանները դրանք պատեր չեն, որոնք, ասենք, մարդը իր շուրջը կառուցում է, չէ։ Դրանք աշխարհի հետ փոխազդեցության գիտակցված կանոններ են, սահմանները կանոններ են, որոնք հիմնված են ձեր արժեքների ու կարիքների վրա, ու էմոցիոնալ ինտելեկտը ստե գլխավոր դերն է խաղում։ Ինչ դեր, հեսա կիմանանք ավելի կոնկրետ։ Նախ, ինքնագիտակցումը օգնում է ինձ հասկանալ, թե որտեղ են գտնվում իմ սահմանները ու ես ոնց եմ զգում, որ դրանք խախտվում են։ Կլինի էդի գրգռվածություն, հոգնածություն, որդողմունք։ Ինքնակարգավորումը, հիշում եք, չէ՞, 4 սյուները, 4 կետերը։ Ինքնակարգավորումը ինձ հնարավորություն է տալիս հանգիստ ու վստահորեն արտահայտել այդ սահմանները առանց ագրեսիայի մեջ ընկնելու։ Էմպաթիան թույլ է տալիս ինձ կանխատեսել դիմացինի արձագանքը ու արտահայտել իմ դիրքորոշումը նենց, որ նվազագույնի հասցվի վրդովմունքն ու հարաբերությունները չփչանա, բայց դա միշտ չի, որ ձեզնից է կախված, հիշեք, որ եթե մարդը ցանկություն ունի ձեր այդ հարաբերությունները փչացնի, ձեզ ոչ մի բան չի օգնի։ Օրինակ, ձեր ընկերը խնդրում է ձեզ պարտքով մեծ գումար տալ կամ փոքր գումար, կապ չունի, պարտքով գումար տալ։ Ինչը ձեզ հարմար չի։ Առանց էմոցիոնալ ինտելեկտի արձագանքը կարա լինի կամ համաձայնվելը, դե իմ ընկերն է ոնց չօգնեմ, կամ անհանգստություն զգալը, չիմանալ ոնց մերժել, կամ ահավոր կոպտորեն մերժելը։ Էմոցիոնալ ինտելեկտի միջոցով արձագանքը կարա լինի ավելի կառուցողական ու կարա հնչի այս տեսքով, որ ես իրոք գնահատում եմ մեր շփումը ու քո վստահությունը, որ այս հարցով հենց ինձ ես դիմել, բայց փողի թեման շատ զգայուն է ինձ համար, ես պարտքով փող չեմ տալիս, որը վախենում եմ կորցնելուց, այս անգամ քեզ չեմ կարող օգնեմ, բայց պատրաստ եմ օգնեմ մի ուրիշ բանով, ինչով կարենամ։ Ես այս օրինակով ցույց տվեցի, թե որ ներգրավված են այս պատասխանի մեջ ինքնագիտակցությունը, ինքնաճանաչումը ու ինքնակարգավորումը։
Նայեք, անձնական սահմանները ձեր ներքին տան շուրջը գտնվող ցանկապատն է։ Առանց ցանկապատի, առանց այդ սահմանների, ով ուզի կարա մտնի ձեր տուն ու անի այն ինչ ուզում է։ Շատ բարձր քարե պատը, ցանկապատը, այսինքն կոր սահմանները ձեր տունը դարձնում են բանտ ու ամենաառաջին հերթին հենց ձեզ համար։ Էմոցիոնալ ինտելեկտը թույլ է տալիս կառուցել շատ գեղեցիկ, ամուր, բայց թափանցիկ ցանկապատ, որը նույնիսկ ունի դարպաս։ Դուք եք որոշում, թե ում, երբ ու ինչ պայմաններում, ինչ հանգամանքներում ներս թողնեք, միևնույն ժամանակ մնալով կապված աշխարհի ու ուրիշների հետ։ Կարող եք սկսել փոքրից։ Կա արդյոք ձեր կյանքում որևէ փոքր իրավիճակ, երբ ձեր սահմանները պարբերաբար խախտվում են։ Օրինակ, ձեր գործընկերը անընդհատ շեղում է ձեզ աշխատանքից իր զրույցներով։ Մտածեք նախապես ու ձևակերպեք քաղաքավարի, բայց վճռական պատասխան, արտահայտություն, որը կարաք օգտագործեք հաջորդ անգամ։ Ես ուրախ կլինեի զրուցել, բայց պետք է կենտրոնանամ զեկույցիս վրա, խոսենք ընդմիջմանը։ Սենց դուք հաշվի եք առնում նաև մյուս մարդու շահերը, ու դրա բանաձևը սենց կարա լինի, ես հասկանում եմ, որ X-ը կարևոր է քո համար, բայց Y-ը կարևոր է իմ համար ու դրա համար առաջարկում եմ Z լուծումը։ Հիմա հարցեր։ Ձեր կյանքում կան իրավիճակներ, որ դուք ձեզ ստիպում եք ասել այո, որովհետև վախից ելնելով արգելում եք ինքներդ ձեզ ասել ոչ։ Ինչ եք մտածում, ի՞նչն է ամենավատ բանը, որը կարա պատահի, եթե հրաժարվեք։ Կա արդյոք մի բան, որի միջոցով հասկանում եք, որ ձեր սահմանները խախտվում են։ Ինչ ֆիզիկական կամ էմոցիոնալ ազդանշաններ են դրանց մասին ասում ձեզ։ Շատ կարևոր է նկատել այս կետերը, թե ոնց են խախտվում ձեր սահմանները։ Ոնց կարամ կառուցողական արձագանք տամ առանց ուրիշների մոտ դժգոհություն ու դիմադրություն առաջացնելու։ Ես արդեն վերևը այդ օրինակը բերեցի։ Այստեղ իմ ամեն ասածս երկրորդականը, գլխավորն այն է, թե ինչ եզրակացություններ եք գալիս դուք այս ամեն ինչը լսելիս։ Հնարավոր է ձեր համար գրառումներ եք անում, որտեղ գրի եք առնում ինչը որ ստեղ քննարկում եմ։ Խնդրում եմ մեկնաբանություններում գրել, թե ինչը ձեզ ամենակիչը դուր եկավ ու ինչը ամենաշատը դուր եկավ այստեղ, բայց դեռ չենք վերջացրել, անցնենք առաջ։ Հաջորդ ամենօրյա դեպքերից պատկերացրեք աշխատողը անդադ ուշանում է։ Դա անպատասխանատվություն է, ու ղեկավարը մի անգամ կանչում է ու ասում է, որ ես նկատել եմ, որ վերջի շրջանում շատ ես ուշանում, ես անհանգստանում եմ, ամեն ինչ նորմալ է, թե ինչ-որ բան ա եղել։ Բանը նրանում է, որ քո ուշացումները ազդում են թիմի առավոտյան պլանավորման վրա։ Խնդրում եմ ասա, ոնց կարանք լուծենք այս խնդիրը, հակառակ դեպքում մենք չենք կարողանա իրար հետ աշխատել։ Տեսեք, հարցը նրանում է, որ պետք չի դառնալ հոգատար ծնող, լուծելով ուրիշների խնդիրները նրանց փոխարեն։ Նման ձևով նրանք շատ հեշտ կօգտվեն ձեզանից, ձեր բարությունից, դուք պիտի հիշեք, որ դուք ծնող չեք ու ձեզ հետ հարաբերությունները չեն կառուցվում ծնող-երեխա դիրքի վրա, այլ կառուցվում են մեծահասակ դիրքի վրա, որոնք ունեն որոշակի էմոցիոնալ ինտելեկտ ու էմպաթիայի ունակություն, պատասխանատվության զգացում եւ այլն, ովքեր կարողանում են ուսումնասիրել դիմացինի աշխարհայացքները։ Ուրեմն մի հատ ամփոփենք ու անցնենք առաջ։ Ինքնաճանաչումը օգնում է ինձ հասկանալ իմ զգացմունքները, ոգևորություն, վախ, ձանձրույթ։ Օրինակ ես դասի ձայնագրումը, դրան նախապատրաստվել է հրապարակումը, ինչ զգացմունքներ են դրանք իմ մոտ առաջացնում, օրինակը իմ վրա բերեմ։ Ոգևորություն, հետաքրքրասիրություն, ուրախություն։ Եթե այս գործընթացը ուրիշ տարբեր էմոցիաներ առաջացներ իմ մոտ, ես կլսեի դրանց, եզրակացություններ կանեի, թե ինչ պետք է փոխեմ կամ ավելացնեմ, որ ամեն անգամ ուղղակի չպայքարեմ դրանց հետ։ Կարճաժամկետ հեռանկարում դրանք կարելի է հաղթահարել, բայց երկարաժամկետում դրանք ինձ ուղղակի կուլ կտան։ Ինքնակարգավորումը կանխում է, որ ակնթարթային էմոցիաները, ասենք վախը դեպի փոփոխություն, գրակշռեն երկարաժամկետ նպատակներին։ Իհարկե նորմալ է, որ մեկ-մեկ կարամ նռվայնանամ, որովհետև մեկնաբանություն չեք գրում, բայց դա պատճառ չի, որ ես նման դասեր չձայնագրեմ։ Լավ կատակ եմ անում մեկնաբանությունների մասով ձեզ ազատ զգացեք։
Ուրեմն էմպաթիան թույլ է տալիս ինձ գնահատել, թե ոնց կարա իմ որոշումը ազդի իմ ու դիմացինիս վրա։ Ես իրոք հաշվի եմ առնում դա, եթե ես լինեի դիտողի դերում, ոնց կընկալեի ես դասը ընդհանրապես, ու ես չէի ասի, որ ձայնունկարս լավն են, ինձ նորմալ երևում եմ կամ նորմալ ձայնս լսվում է, բայց դրանք բավականին լավն են, որ կարենամ միտքս ձեզ տեղ հասցնեմ։ Այսինքն ես մտածում եմ, թե ինչն ավելի հետաքրքիր կլիներ ինձ համար, եթե ես ինքս ուսումնասիրեի այս դասը։ Ու էմոցիոնալ ինտելեկտը հաշվի առնելով կայացված որոշումը ոչ միայն տրամաբանորեն ճիշտն է, այլև ներքին մրցունակ է, այսինքն էմոցիոնալ ինտելեկտը բավարարում է իմ խորագույն կարիքները, ես մտածում եմ, զգում եմ, գործում եմ, ապրում եմ դրանց համապատասխան։ Պատկերացրեք, ինչ-որ մեկին առաջարկում են բարձր աշխատավարձով, բայց շատ ձանձրալի աշխատանք։ Տրամաբանական միտքը ստեղ կարա ասի համաձայն եմ, դա ինձ համար շահութաբեր է։ Բայց էմոցիոնալ ինտելեկտը հայտնաբերում է, որ այս աշխատանքի մտքից, այսինքն որ ձանձրալի աշխատանք է ալնում, առաջանում է իր մոտ մելանխոլիայի կամ ասենք անտարբերության խորը զգացողություն, որը էմոցիոնալ ազդանշան է ու հիշեցնում է մեզ մեր ինքնաճանաչման արժեքի մասին։ Ուստեղ մարդը ընտրում է ավելի քիչ շահութաբեր, բայց ավելի իրան ոգևորող նախագիծ։ Երկարաժամկետ հեռանկարում նա հաղթում է։ Իհարկե, ես չեմ խոսում այն մասին, երբ մարդը հազիվ թե ծերին է հասցնում, ամեն ինչում պետք է հավասարակշռություն լինի, բայց դե գոնե մեկ-մեկ։ Տեսեք, որոշում կայացնելը նման է խաչմերուկում ճանապարհ ընտրելուն։ Լոգիկան, տրամաբանությունը քարտեզն է, ու նա ցույց է տալիս հեռավորությունը ու տեղանքի տեսակը։ Իսկ զգացմունքները, եղանակն են կամ մեքենայի վիճակը, դրանք են, ինչ տեղի է ունենում հենց հիմա։ Դուք կարող ընտրեք քարտեզի վրա ամենակարճ ճանապարհը, բայց եթե ասենք հորդ անձրև է գալիս ու ձեր մեքենան էլ նորմալ վիճակում չի, շատ վատ որոշում կլինի ամենակարճ ճանապարհը, դա տրամաբանության միջոցով, իսկ էմոցիոնալ ինտելեկտը թույլ է տալիս հաշվի առնել բոլոր այն գործոնները, տվյալ դեպքում քարտեզը, եղանակը, մեքենայի վիճակը, օպտիմալ ճանապարհ ընտրելու համար, այլ ոչ թե ամենակարճը։ Ահա թե որտեղ են էմոցիոնալ ինտելեկտը կարա օգնի ձեզ որոշումներ կայացնելու հարցում։ Օրինակ, կարևոր ընտրություն կատարելուց առաջ կատարեք երևակայական ապագա վարժությունը։ Կարող պատկերացնեք, որ կայացրել եք ինչ-որ մի որոշում ու մի օր ապրեք ձեր երևակայության մեջ այդ որոշմամբ, այդ իրականության մեջ։ Ու այդ իրականության մեջ որոնք կլինեն ձեր գերիշխող էմոցիաները, ինչը շատ կզգաք, ինչ մտքեր կունենաք ու ինչա կատարվում այնտեղ։ Հաճախ ձեր մարմնի զգացմունքները ավելի անկեղծ պատասխան են տալի, քան ձեր միտքը։ Ասենք, այդ մի օր ապրելուց հետո ապրեք ձեր հաջորդ որոշումը, ինչ է կատարվում այնտեղ, ինչ եք զգում այնտեղ, ինչ հոտեր կան, ինչ շարժումներ կան, ինչ զգացմունքներ կան այնտեղ, ու տենց մի քանի որոշումներ կայացրեք ու մտովի ապրեք այդ որոշումները։ Հենց ապրեք վերջացնեք, արդեն ձեր էմոցիոնալ արձագանքի շնորհիվ ձեզ պարզ կլինի, որը ընտրեք, ինչ որոշում կայացնեք։ Երբևէ ունեցել եք իրավիճակ, երբ դուք որոշում եք կայացրել հիմնվելով մենակ տրամաբանության վրա ու հետո զղջացել դրա համար։ Բայց մենակ զգացմունքների վրա հիմնված որոշումներն էլ կարող շատ վատ լինեն, ասածս նա, որ հավասարակշռությունը շատ կարևոր է։ Որոշումներ կայացնել պետք է ոչ թե վախից, այլ հետաքրքրությունից ելնելով։ Ու ըստ դրա, որը կլինի ձեր հաջորդ որոշումը։ Ինչ կապ կա էմոցիոնալ ինտելեկտի ու անձնական արժեքների միջև։ Դա շատ մեծ կապ է, արժեքները իմ խորագույն ուղեցույցներն են, դրանք պատասխանում են այն հարցին, թե ինչն է ինձ համար իսկապես կարևոր։ Զգացմունքները ծառայում են որպես ցուցիչ այն բանի, թե արդյոք ես ապրում եմ իմ արժեքներին համապատասխան։
Երբ իմ գործողությունները համապատասխանում են իմ արժեքներին, ես զգում եմ հաճելի էմոցիաներ՝ ուրախություն, բավարարվածություն, խաղաղություն։ Երբ չեն համապատասխանում, ես զգում եմ ներքին կոնֆլիկտ, մեղքի զգացում, ամոթ կամ ընդհանրապես անտարբերություն ամեն ինչի նկատմամբ։ Բարձր էմոցիոնալ ինտելեկտը թույլ է տալիս լսել էմոցիաների ազդանշանները, գիտակցել զգացմունքները, գիտակցել սեփական արժեքները ու այն արժեքները պիտի լինեն, որոնք իրոք որ ձերն են ու ոչ թե որ դրսից պարտադրված են։ Օրինակ մարդը գնահատում է ազնվություն, բայց աշխատանքի տեղը ստիպված է խաբել հաճախորդին։ Նա անդադ դրա պատճառով ստրես է ապրում ու ինքնահատելություն է զգում։ Էմոցիոնալ ինտելեկտը թույլ է տալիս նրան հասկանալ, որ պատճառը ոչ թե խաբելն է, այլ իր գործողությունների ու արժեքների միջև հակասությունը, տարբերությունը։ Այս գիտակցումը նրան կարա ուժ տա կամ փոխի իրավիճակը կամ ընդհանրապես ուրիշ աշխատանք գտնի։ Մի ուրիշ օրինակ կարա լինի ինձ, որ ղեկավարը կարա նկատողություն անի աշխատողին, աշխատողը այդ նկատողությունը ենթադրենք արձագանքում է արցունքներով ու լիակատար ձախողման զգացումով, բայց դա անտեղի է ու իրավիճակին անհամապատասխան։ Իրականում այս դիտողությունը առաջացրել է մերժման այն խորը վախը, որը աշխատողը զգացել էր մանկության տարիներին, երբ ծնողներն անընդհատ քննադատում էին ու ճնշում էին նրան։ Ու աշխատակիցը հիմա լացում է ոչ թե դիտողության, այլ կուտակված ցավի պատճառով։ Ձեր անցյալի էմոցիոնալ տրավման նման է բաժակի ճաքի։ Բաժակը կարա երկար այտենց ճաքած մնա ու ճաքը չերևա, բայց հենց դրա մեջ ասենք տաք ջուր լցնենք, տաք ջուրը փոխաբերական իմաստով ներկայիս ստրեսային իրավիճակը ու հենց տաք ջուր լցնենք, բաժակը միանգամից կպայթի։ Պատճառը ոչ թե տաք ջուրն էր, որ բաժակը պայթեց, այլ նախապես գոյություն ունեցող խոցելիությունը։ Հետևաբար կարևոր է գտնել ընդհանուր լեզու, աշխատել գրգռիչների հետ, վարել էմոցիոնալ օրագիր, աշխատել հանգամանքների վրա, աջակցել ինքներդ ձեզ ու ավելացնել ինքնազսպում։ Ինչ է այս փորձառությունն ինձ համար։ Ինչ է նշանակում այս վիճակը ինձ համար։ Ինչ է նշանակում իմ արձագանքը այս վիճակին ու ինչ կարող անեմ դրա շնորհիվ ապագայում։ Այս այն հարցերն է, որ պիտի ինքներդ ձեզ տաք ու պատասխանեք։ Էմոցիաներին չպետք է նայել որպես թշնամիներ, երևի արդեն 7-րդ անգամ եմ ասում, այլ որպես դաշնակիցներ։ Երբ դուք անտեղի արձագանքում եք որևէ իրավիճակին, կարաք այդ իրավիճակը ուսումնասիրեք ավելի ուշ։ Հենց մի փոքր հանդարտվեք։ Հետաքրքիր է, թե իմ արձագանքի, օրինակ ջղայնության, քանի տոկոսն է կապված ներկա վիճակի հետ ու քանիսը իմ անցյալի հետ։ Այս տարբերություն դնելը արդեն իսկ օգնում է նվազեցնել լարվածությունը ներքին ու իրավիճակին ավելի օբյեկտիվորեն նայել։ Եթե նման ռեակցիաները հաճախ են կրկնվում, սա կարող է լուրջ պատճառ լինի բժշկական օգնություն դիմելու համար։ Հիշեք, մարդիկ կենսա, հոգեբանական, սոցիալ, հոգևոր էակներ են, ու մարդու կյանքի բոլոր խնդիրները չի, որ կարող լուծվել մենակ հոգեբանական մեթոդներով, հոգեբանական միջոցներով, հոգեբանական տեսանկյունից։ Կարող լինի ինչ-որ միտեղ անհրաժեշտություն, ասենք դեղորայքային աջակցություն, բժշկի հետ համատեղ աշխատանք, հատկապես բարձր, չափազանց բարձր էմոցիոնալ լարվածության դեպքերում։ Եթե ինչ, լավ կլինի դիմեք բժշկի։ Հաջորդ կետը կարա լինի, որ էմոցիոնալ ինտելեկտը լինի մանիպուլյացիայի գործիք։ Կարա։ Ցանկացած գործիք կարա օգտագործվի թե օգուտի, թե վնասի համար։ Այսինքն էմոցիոնալ ինտելեկտը առանց բարոյական ու էթիկական վիճուկի կարա դառնա մանիպուլյացիայի գործիք։ Ու երբ մարդը կարող է կարդալ էմպաթիայի միջոցով ուրիշների էմոցիաները, զգա նրանց խոցելիությունը ու հեշտ կարա կառավարի։ Ու փորձառու խաբեբաները գիտեն, թե ոնց մանիպուլյացիայի ենթարկեն մարդկանց, որ նրանք բացվեն նրանց առաջ ու կամավոր կերպով հանձնեն իրենց փողերը։
Նենց որ դա շատ հզոր գործիք է ու խաբեբան օգտագործում է էմոցիոնալ ինտելեկտը, օրինակ ոչ թե կապ հաստատելու, այլ իր սեփական եզրասիրական նպատակներին հասնելու համար, վերահսկելու մեղքի զգացում առաջացնելու համար։ Բայց կարևոր է հասկանալ, որ սա տենց լիարժեք էմոցիոնալ ինտելեկտ չի էլի, որովհետև սա զուրկ կա իրական կապի ու երկարատև հարաբերությունների կառավարման հիմնական բաղադրիչից ու վերջիվերջո մանիպուլյացիան բացահայտվում է ու փչացնում է հարաբերություններն ու վստահությունը։ Մանիպուլյացիային հակառակ ուղղակի պարզ բաց խնդրանքն է։ Մանիպուլյացիան ազդում է մյուս մարդու աշխարհընկալման վրա, նրան հնազանդ դարձնելով հրամաններ կատարելու համար։ Ուղիղ խնդրանքը պարզապես դա ուղղակիորեն ասելն է։ Օրինակ, եթե սիրտ ունենայիք, էս տեսանյութը կլայքեիք։ Սա մանիպուլյացիա է ու ենթադրում է, եթե չեք լայքում, ուրեմն դուք սիրտ չունեք։ Իսկ ուղղակի խնդրանքը տվյալ դեպքում կարա հնչի այսպես, որ օրինակ ընկերներ, եթե անհրաժեշտ եք համարում, խնդրում եմ լայքեք, եթե ոչ, խնդիր չկա։ Ես ուրախ կլինեի, եթե դուք դա անեիք ու կարողանայիք, եթե նաև մեկնաբանություններ թողնեք, շատ ավելի լավ կլիներ։ Ուղղակի դա ազդում է ալիքի վրա, բայց ես ձեզ չեմ ստիպում ու մեկնաբանություններում կպատասխանեմ ձեր տված ցանկացած հարցին։ Տեսեք, սա ուղղակի խնդրանք է, թույլատրելով ուրիշներին ինձ ոչ ասել, առանց էմոցիոնալ շանտաժի։ Տարօրինակ կլիներ, եթե ես ձայնագրեի, ես դասը հետո ասեի, եթե ուզում եք իմանալ ավելին, գնեք իմ մեգակուրսը։ Իմ նպատակն է նախ եւ առաջ ձեզ ընկալել որպես իմ զրուցակիցներ, իմ գործընկերներ ու ամեն ինչ պիտի թափանցիկ լինի։ Սա նաեւ էթիկայի պահպանման հարց է, որպես հոգեբան։ Հաջորդ հարցը. իսկ էմոցիոնալ ինտելեկտը ողջ կյանքի պրակտիկա է, թե միանգամյա վարժություն։ Շատ կարևոր է հաշվի առնել, որ օգտագործվողը զարգանում է, չօգտագործվողը ոչ։ Ամեն մի հակամարտություն, նույնիսկ ձեր սեփական անտեղի արձագանքը ընկալեք ոչ թե որպես ձախողում, այլ որպես սովորելու հնարավորություն։ Նման ձևով, երբ որ ինչ-որ բան լինում է, դուք դրան ձախողում չեք նայում, այլ սովորելու հնարավորություն եք նայում, դուք սկսում եք անկախ ձեզանից կիրառեք էմոցիոնալ ինտելեկտը ձեր կյանքում։ Ինչ եմ զգում հիմա։ Ինձ հետաքրքիր է, թե ինչ է զգում դիմացինս հիմա։ Ես հետաքրքրված եմ, թե ինչ եմ անում ու ոնց է դա համապատասխանում իմ արժեքներին։ Մենք մի քանի կետ քննարկեցինք մի քանի կետեր ու ես շատ օգտագործեցի զգացմունք ու էմոցիա բառերը։ Հիմա նայենք այս բառերի սահմաններին ու հասկանանք, թե որն է տարբերությունը էմոցիաների ու զգացմունքների միջև։ Ուրեմն զգացմունքները մարմնի ակնթարթային ֆիզիոլոգիական ռեակցիաներն են խթանիչին, գրգռիչին, ստիմուլին։ Իսկ էմոցիաները ավելի երկարատև ու գիտակցված մեկնաբանություններն են իմ մտքի կողմից։ Այսինքն զգացմունքը ինչ-որ բան է մարմնին տեղի ունեցող, իսկ էմպաթիան մտքում։ Զգացմունքները հին էվոլյուցիոն գոյատևման մեխանիզմներ են, զգացմունքները ընդհանուր են բոլոր մարդկանց ու շատ կենդանիների համար։ Դե իմացեք։ Դրանք արագ ու ինտենսիվ, ոնց որ sense կարճ պոռթկումներ են, որ մարմինը պատրաստում են վերևը որ նշեցի, խփիր, փախիր, սառիր, մի խոսքով պատրաստվում են անհապաղ գործողության։ Զգացմունքը կայծակի նման է, sense կտրուկ գալիս է ու զգացմունքների մեջ կարա լինի սրտի զարկերի արգացում, քրտնարտադրություն, մկանների լարվածություն։ Դրանք ի հայտ են գալիս ակնթարթորեն, ավտոմատ կերպով, հաճախ նույնիսկ մինչև իմ մտածելը։ Ու եթե զգացմունքները մարմնական ռեակցիաներ են, ապա էմոցիան մտքի մեկնաբանությունն է։ Էմոցիան առաջանում է, երբ ես սկսում եմ մշակել այդ զգացմունքը, անուն տալ դրան ու կապել դա իմ անցյալ փորձի, իմ անցյալ ապրած կյանքի հետ, իմ համոզմունքների հետ, իմ մտքերի հետ։ Էմոցիաների բնույթը մտավոր է, ճանաչողական է, այսինքն դա պատմություն է, որ մարդը պատմում է ինքն իրեն։ Դրանք զարգանում են դանդաղ ու տևում են շատ ավելի երկար, կարող լինի ժամերով, օրերով, նույնիսկ տարիներով։
Էմոցիաների օրինակներն են սերը, վրդովմունքը, ջղայնությունը, մեղքի զգացումը, խանդը, նախանձը, հպարտությունը, հիասթափությունը, երախտագիտությունը, որը որ քիչ է մեր մեջ։ Պատկերացրեք, որ ձեր ղեկավարը քննադատում է ձեր աշխատանքը ձեր մյուս գործընկերների մոտ։ Օրինակ, զգացմունքը անմիջական է, ձեր դեմքը կարմրում է, ձեր սիրտը սկսում է ավելի արագ խփել, կրծքավանդակում ջերմություն կա, դա կարող է վախի ու զայրույթի ինչ-որ խառնուրդ լինի ու տեսեք, սա մաքուր ֆիզիոլոգիա է, բայց այդ ամեն ինչի հետ մեկտեղ ինչ մտքեր ու մեկնաբանություններ կարող ստեղ լինեն, մարդը կարող սկսի մտածի, որ դա անարդար է, որ քեզ նվաստացրեցին բոլորի առաջ, ես այսքան անում եմ, իսկ նա չի գնահատում, ես երևի շատ վատ մասնագետ եմ, հիմա ինձ գործից կհանեն ու ես առանց փող ծովից կմեռնեմ։ Դրանից հետո կարող երկարատև զգացողություն լինի ու այս մտքերի հիման վրա զայրույթը կարող վերածվի դժգոհության ու հիասթափության էմոցիայի, որը երկարատև է։ Իսկ վախի զգացմունքը ինքնավստահության տենց պակասի, կասկածի, էմոցիայի, որը մարդը կարող տանի տուն այս ամեն ինչը իր մեջ ու ամբողջ գիշեր դրա պատճառով չքնի։ Այս հասկացողությունը կարող է չափազանց կարևոր լինի, ես չեմ կարող վերահսկեմ զգացմունքներիս ավտոմատի հայտ գալը, բայց ես կարող եմ սովորեմ աշխատեմ այն մտքերի հետ, որոնք ունենում են զգացմունքներ զգալուց հետո։ Կարևոր է հիշել, որ ես պատասխանատու չեմ այն զգացմունքների համար, որ հանկարծակի հայտնվում են իմ մարմնում, բայց ես պատասխանատու եմ նրա համար, թե ինչի են նրանք վերածվում հետագայում, ինչ է պատահում նրանց հետ հետագայում, ինչ է ինձնից դուրս գալիս դրանց արդյունքում։ Շատ կարևոր մի հատ կետ էլ ավելացնեմ ու երևի թե վերջացնենք։ Մարմինը ու հոգեկանը անբաժանելի են։ Մարդու ամեն մի զգացմունք ունի ֆիզիոլոգիական բաղադրիչ հորմոնալ ալիք, մկանային տոնուսի փոփոխություն, շնչառության հաճախականության ու սրտի զարկերի փոփոխություն։ Եթե ես զգացմունքը կառուցողական եմ զգում, այդ ֆիզիոլոգիական ալիքն անցնում է ու իմ մարմինը վերադառնում է սկզբնական դիրքի, իր հավասարակշռության վիճակի, բայց եթե ես դրանք ճնշում եմ, հատկապես ուժեղները, օրինակ ջղայնությունը կամ վախը կամ վիշտը, դրանց էմոցիան չի անհետանում ու մնում է մարմնի մեջ որպես խրոնիկ մկանային լարվածություն։ Օրինակ, ճնշված ջղայնությունը հաճախ կարող է հաստատվի ուսերում, ծնոտում կամ պարանոցում։ Վախն էլ նույնպես կարող է հաստատվի մարմնում։ Մի ձևացրեք, թե ամեն ինչ լավ է, հա, ես սա զգում եմ, ու սա նորմալ է, որ ես դա զգում եմ, ու ոնց կարամ դա օգտագործեմ կառուցողական արտահայտեմ։ Ինչ անեմ այդ իմ զգացած զգացմունքների հետ։ Ես պնդում եմ, որ այն ինչ ստեղ ասեցի, պարտադիր չի, որ օգտակար լինի ձեզ, բայց եթե գոնե ինչ-որ մի բան ստեղ կվերցնեք ու կօգտագործեք ձեր կյանքում, ինձ համար դա շատ մեծ ուրախություն կլինի ու կխնդրեմ մեկնաբանություններում գրեք այն, թե ինչը ամենաշատը ձեզ դուր եկավ ստեղ, ինչը ամենաքիչը դուր եկավ։ Մերսի շատ, մինչ նոր հանդիպում։